Երանի եկեղեցի շինողատ, երախտավորատ, պտղատվի սպասավորատ։ 2004 թվականից մինչ այսօր Խաչքավորի պատասխանատու եւ Աստվածաշնորհ պաշտոնը ստանձնած Վանաձորցի գործարար Սեզամգավ ՍՊ սեփականատեր Արմեն Մխոյանի բարերարությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը տեղապատվեց եւ ներկվեց։ Կատարվեց եկեղեցու մասնակի նորոգում, տեղադրվեցին 2 նոր ջահեր, մուտքի եւ ելքի փաթյա հինդռները փոխարինվեցին մետաղականով, լուսամուտները ճաղապատվեցին։ Այդ տարի Խաչքավորի բարերարությամբ ամբողջությամբ մաքրվեց եկեղեցու ներսի պատերի ծեփը եւ նորովի գաճապատվեց։ Եկեղեցու վեղարը ներսից մաքրվեց գաճից, վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը։ Եկեղեցու խորանը եւ 3 նավերը պատկերազարդվեց որմնանկարներով։ Սուրբ խորանին պատկերվեց գահի վրա նստած Հիսուս Քրիստոսը, շրջապատված Սուրբ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի բարեխոսության պատկերագրումներով եւ Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների զորախմբերի նկարագրություններով։ Աշխատանքները կատարվեցին Երևանաբնակ հայտնի մանրանկարիչ Լևոն Զաքյանի եւ նրա աշակերտների դերով։ Ամիսներ շարունակ այդ աշխատանքն էր կատարվում եւ տեսնում եք եկեղեցին որն նա զարդարվեց, որն նա պատկերվեց, ահավասիկ սուրբ սեղանը, խորանը, որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսը բազմյալ գահի վրա Սուրբ Մայրամ Աստվածածինը եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչը եւ Գաբրիել ու Միքայել հրեշտակապետերի զորախմբերով ինչ գեղեցիկ դրվագ է Աստվածաշնչյան պատկեր է, որով հավատացյալին տանում է իր հետևից, սակայն հրեշտակները տեսնում եք սրով զինված կանգնած են, ամեն մարդ չի կարող մտնել այդ տարածքը, անգամ հոգով ու մտքով այստեղից կանգնած, եթե չի զղջում, չի ապաշխարում, չի մաքրվում ու չի խնդրում օգնություն, թող լույս իջնի Շիրիմին, Փիլուման հարյուրաբեդի Յուզբաշի, որ մեզ պարգևել է այս գողտրիկ եկեղեցին։ Վերանորոգվեց գմբեթի պատմական խաչը, մետաղական նոր խաչեր օծվեցին եւ տեղադրվեցին 3 զանգակատների վրա։ Պղնձյա թիթեղներով երեսապատվեց եկեղեցու մեծ գմբեթի եւ փոքրիկ զանգակատների վեղարները, մեկն միշտ ուտելով անձրևաջրերի հեռացման խնդիրը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մասի գավիթի 2 կողմերում մոմավառության համար կառուցվեցին 2 փոքրիկ խորաններ զանգակատներով, նվիրված Սուրբ Հովհաննես Մկրտչին եւ Սուրբ Ստեփանոս նախավկային։ Դեկտեմբերի 18-ին Դերամ Բուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տերտեբու եպիսկոպոս Շուրջանի տեղի ունեցավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց Սուրբ Ստեփանոս նախավկային եւ Սուրբ Հովհաննես Մկրտչյանները կրող այդ 2 խորանների օգնության եւ սրբապատկերների օծման արարողությունը։ Սուրբ Աբան հայրը թեմի հոգեվոր դասի եւ ավատացյալ վանաձորցիների անունից իր շնորհակալության, օգնության եւ երախտագիտության խոսքը հղեց Սուրբ Աստվածածին եկեղեցու բազմավաստակ խաչքավոր Սեզամգավ ՍՊ սեփականատեր Արմեն Մխոյանին։ Աստվածային վախը, երյուղը եւ Աստծուն վերադարձնելու գիտակցությունն է, որ մեր հասարակության մեջ տարբեր անհատներ իրենց հնարավորություններից ետ են վերադարձնում։ Ուզում եմ մեր բոլորի անունից մի գեղեցիկ խաչ նվիրել մեր սիրելի Արմենին, Խաչքավորին, օրհնել նրան ու մաղթել,
Աստված քո մեկը հազար անի, արժանի հայորդի ես, ինչ աշխատել ես, ինչպես աշխատել ես, քո քրդինքով, քո սուրբ եկեղեցուն, քո Աստծուն վերադարձնելու գիտակցությամբ կառուցել ու բարեզարդել ես մեր եկեղեցին։ Նրան Աստված թող առողջություն տա հոգու եւ մարմնի եւ իր ընտանիքին ու անուշիկ զավակներին երջանկություն ու սեր կրկնապատկի ու քարապատկի եւ հատկապես բոլոր նրանց ովքեր կաղոթեն եկեղեցի շինողների, պատղադուների, այսինքն նվեր տվողների եւ իր ժողովրդին խնամք տանողների։ Նրան հանձնելով օրհնության գիր եւ նվիրեց Մարմարիա դարձանար թևավոր խաչ։ Սրբազան հայրի մասնավորի շնորհակալության եւ գնահատանքի խոսք ուղղեց նաեւ անվանի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանին նորակառույց խորանների համար իր պատրաստած խաչքարի նվիրատվության համար։ Սիրելի վարպետ, շնորհակալություն, վարձ կդար Աստված օրհնիք է։ Օրանքի եւ բարեմաղթանքների երկարատև խոսքեր հնչեցրին բարերարի։ Թեմական սրբազան առաջնորդի հանդիսապետությամբ եւ մասնակցությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեվոր դասի օրհնվեցին նախ մատուրները, ապա հատուկ օծման կարգով օծվեցին նաեւ Սուրբ Հովհաննես Կարապետին եւ Սուրբ Ստեփանոս նախավկային պատկերագրող սրբապատկերները առ երկրպագություն եւ բարեխոսություն հավատացյալների։ Օրհնեսի օծի եւ սրբեցի պատկերս Սուրբ Հովհաննու մագրդիչի Հալելույա, հալելույա Օրհնեսի օծի եւ սրբեցի պատկերս Սրբույն Ստեփանոսի Ի պատասխան տևու սրբազանի օրհնության բարերարը հատուկ կերպով նշեց իր հոգեկան մեծ բավարարվածության մասին, կատարած աշխատանքները ավարտուն տեսքով տեսնելուց հետո, որը շնորհվել էր Բարձրյալին, եւ իր կոչ հորդորը հղեց, կոչելով շատերին օրինակ վերցնել, որի արդյունքում քաղում էր Աստծո օրհնությունը։ Վարդը կտար սիրելի բարերար, Դիվան Բուգարաց թեմա։